Մատենադարանում այս օրերին աշխարհի տարբեր պետություններից վերականգնող լավագույն գիտնականները քննարկելու են ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները։ Հիշողության կերպարանքները միջազգային գիտագործնական սեմինարի անցկացմանն աջակցել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Եվրամիությունը եւ Արարատ բանկը։ Ֆինանսական հաստատության շնորհիվ վերջին տարիներին Մատենադարանում մի շարք նախագծեր են իրականացվել։ 18 երկրներից 30 պատվիրակներ ժամանել են Հայաստան, նրանք բոլորը մասնագետներ են, գիտնականներ են եւ հիմնական իրենց ջանքերը ուղղված է միջազգային արժեքների պահպանմանն ու վերականգնման ուղղված լավագույն տեխնոլոգիաների կիրառմանը։ Շատ լայն համագործակցություն ունենք մասնավոր հատվածի հետ, բայց հանուն արդարությամբ պիտի ասեմ, որ Արարատ բանկն է այն առաջին կազմակերպությունը, ֆինանսական կազմակերպությունը, որի հետ Մատենադարանը սկսեց իր լայն ճանապարհը մասնավոր հատվածի հետ։ Սեմինարի ընթացքում քննարկվող առաջատար փորձը հետո տարբեր երկրներից ժամանած վերականգնող մասնագետների կողմից կիրառվում է իրենց գիտամշակութային կենտրոններում։ Դեռևս 2024-ին Մատենադարանում Արարատ բանկի աջակցությամբ ստեղծվել, արդիականացվել եւ վերազինվել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան։ Մենք որպես ֆինանսական կառույց ընդամենը փորձում ենք այս միջոցառումներին նպաստ կանգնել եւ մենք մեր աշխատակիցների հետ միասին ընդամենը փորձում ենք լինել այս արժեքների մի մասը կրող։ Սա է մեր հիմնական առաքելությունը։ Այն ինչ մենք անում ենք մասնավորի հետ, մասնավորաբար Արարատ բանկի հետ, բացի նյութական աջակցությունը, ֆինանսական աջակցությունը ունի երկուստեք նաև բարոյական նշանակություն, որովհետև իսկապես Մատենադարանը այն հաստատությունն է, այն կենտրոնն է, միջազգային հնչեղության ու վարկանիշի այն կառույցն է, որ ենթադրում է համահայկական մասնակցություն։ Տարեկան 100,000-ից ավելի զբոսաշրջիկ ընդունող ձեռագրատանը միջազգային նորմերին համապատասխան պահպանություն կազմակերպելու համար Արարատ բանկի աջակցությամբ ամբողջությամբ արդիականացվել են կառույցի տեսահասկման եւ անվտանգային համակարգերը։ Կատարած համատեղ աշխատանքի գնահատանքով սեմինարի բացման արարողության Նրա Խզմալյանը Մեհեր Անանյանին շնորհեց Մատենադարանի բարերար ոսկե մեդալը, իսկ Արարատ բանկի անունն այլևս երկրի գլխավոր գրապահոցի Պատվո կամարին է։ Արմեն Նաթալյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։